Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած շուտվանից նոր վիդեո չէի տեղադրում, որովհետև այն մեքենան ծախեցի, այն մեքենան նվեր տվեցին ինձ վերջապես, ծախեցի, նորն եմ վերցրել, իրականում ճիշտ է բանկով եմ վերցրել, բայց ամեն դեպքում շատ շնորհակալ եմ, դա էլ մի հատ յուրահատուկ հրաշք էր, որովհետև իմ բարկային պատմությունը շատ վատներ ընկերներ, որովհետև մի քանի ամիս առաջ ես հարկադիր ունեի եւ այլն, այտենց այդ գումարն եմ օրտնվել, որ փակել եմ ամեն դեպքում, բայց էլի ամեն դեպքում Աստծո հրաշքն է, երբ որ մի բան է կատարվում իմ հետ անպայման Աստծո մատը խաղն է այդտեղ։ Անկեղծ մարդկայնորեն դա դժվար է հասկանալ, շատերը դե կասեն ամեն անգամ բախտը բերում է, բայց իմ բախտը չի բերում ընկերներ, ամեն անգամ Աստված միջամտում է իմ կյանքում, ամեն անգամ, որովհետեւ խնդրելուց ոչ թե բախտին եմ խնդրում, ասում եմ լավ կլինի թե բախտս բերի կամ ես իմ ինչ այլեցում եմ ուղիղ Աստծո մոտ ու ասում եմ իմ Աստված, այս խնդիրն ունեմ, ինձ օգնի, իրականում Աստված ինձ օգնում է։ Դրա համար ընկերներ, իրականում շատ լավ մեքենա է, էլեկտրական է ու կամենալով կամենում եմ, որ դրանից յուրաքանչյուրն ունենա սրանից ընկերներ, իրականում, որովհետև եթե կամենամ, որ ես ունենամ, պետք է կամենամ, որ դուք ունենաք, իրականում շատ կամենում եմ ընկերներ, շատ մաչելի է նստում, որովհետև այն մի մեքենան բենզինով էր, շատ ժամանակ դաժե ամսվա բենզինի գումար չի ունենում, բայց դե փառք Աստծո այս հնարավորության համար Աստված իրականում հոգս անում մեր համար, ուզում եմ ասել, որ Աստված բարի է ընկերներ, Աստծո հետ քաղցր է, գիտես, մարդկանց ապավինել ավելի հեշտ է, շատ հեշտ է, երբ որ տեսացող մարդուն ես ապավինում, ասում ես սպասի զանգեմ սրան օգնության համար կամ նրան, բայց երբ որ հասկանում ես ու գալիս ես այն գիտակցության, որ կարող ես Աստծուն դիմես ամեն անգամ, շատ ավելի օրհնված ես լինում, քան թե ինչ-որ մարդուն դիմելով ճշմարտությունով ձեզ ասում եմ, երբևիցե մարդը չի կարող այդպիսի աջակցություն ցույց տալ ինչպես Աստված, ուղղ ձեզ ասում, շատ որ Աստված անտեսանելի է, ներկայ մենք չենք տեսնում Աստծուն, բայց Աստված կենտրոնի ու հավիտյան Աստվածը, որ ցանկանում ամեն ժամանակ հոգս անի, մեզանից յուրաքանչյուրի համար։ Աստված մեզ ուզում է օրհնի ու պահի ու ասում խնամի, որովհետև ի սկզբանե երբ որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, Ադամին չասեց կեթաս կաշխատես քո հացը կուտես, Աստված ստեղծեց որ նաև պահի, Աստված ստեղծեց մենակ վայելելու համար, Աստված ասեց հոգս մի արա, ես քեզ ամեն բան կտամ թե ուտելու թե խմելու։ Գիտեք, Աստված կատարյալ է, պետք է Աստծուն գտնել պարզապես, դժվար է մի քիչ Աստծուն գտնել, վստահել, հավատալ, բայց երբ որ գտնում ես, երբ որ ճաշակում ես Աստծո քաղցրությունը, չես կարող հետ կանգնես։ Դրա համար Սաղմոսն Դավիթն ասում է, եկեք տեսեք ինչքան քաղցր է մեր Աստված, ընկերներ, հիմա ես եմ ձեզ ասում, եկեք տեսեք ինչքան քաղցր է մեր Աստված, հավատացեք Աստծուն, Աստված օրհնելով ձեզ կօրհնի։ Ուղիղ կիսվում եմ ձեր հետ ընկերներ, իրականում իմ կյանքի ամեն դրվագը հրաշքներ է, շատ ժամանակ մարդիկ ասում են ցույց տու եւ այլն, գիտես Աստված իմ կյանքում ամեն դրվագում է հրաշքանում այդ այն իմ անցած փորձություններից հետո երբ որ ես որոշեցի ետ դառնամ դեպի Աստծուն ու Աստված ինձ ներեց ու ողորմեց, գիտեք պահելով պահում որ մեկին մի օր նստեմ վկայեմ այդ հրաշքների շարքը որ թե Աստված ինձ ոնց է պահում, դա աբսուրդ է, անհասկանալի է իրականում։ Դրա համար ընկերներ, սիրեք Աստծուն, որովհետև սկզբից Աստված մեզ սիրեց, Աստված մեզ շատ սիրեց ու ձեր սերը վկայություն արեք գործերով, ոչ թե ասեք սիրում եմ, մեղնեմ Աստծո զորությանը կամ եւ այլն նմանատիպ բաներ, այլ սիրեք Աստծուն, նրա խոսքերը պահելով ընկերներ, նրան օրհնելով, ամեն ժամանակ փառքը նրան տալով, ամեն ձեր կերակուր ուտելուց առաջ օրհնեք Աստծուն, գոհացեք ձեր կերակուրի համար, ամեն ջուր խմելու համար գոհացեք, մի քիչ դժվար բան եմ ասում, բայց երբ որ սկսում ես անել դառնում ավանդույթ, սրանով է ուզում այսօր կիսվեի ձեր հետ ընկերներ, քաղցր Աստված, շատ քաղցր ընկերներ, ոնց որ մեղրն է քաղցր, շատ ավելի քաղցր Աստված, շատ ավելի քաղցր ընկերներ, Աստված սիրում է իր սիրողներին ընկերներ, շատ է սիրում, Աստված հոգս անում, կարիք որ ասում է պահելով պահում է, եկեք Աստծուն ու ճաշակեք Աստծո քաղցրությունը ու երաշխավորում եմ երբեք հետ չեք դառնա, գիտեք ավելի շատերը կան իմ ընկերներից որ մտածում են ինչ-որ գործով, հոգսով կարան իրանց բեղը, վարկերը, բանկերը թեթևացնեն, բայց ավելի հեշտ է գաս Աստծուն ու տաս Աստծո առաջ ու Աստված լուծում է, առանց հասկանալու, անկեղծ չես կարող պատկերացնես, ճիշտ է մի որոշ ժամանակ է տևում այդ ընթացքը, մինչև Աստված լուծում է, գիտություն է տալիս, իմաստություն է տալիս, մի րոպեում չի լուծվում այդ ամեն ինչը, բայց դե հենց այդ է որ մենք սկսում ենք վստահել, համբերել, իրական հավատալ, որ Աստված ամեն բան անում է։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ, օրհնում եմ ձեզ ամեն ժամանակ, թող իրականում ձեր տունը, ձեր տեղ Աստված օրհնելով օրհնի ու պահի։ Այն ինչ որ ես կամենում եմ իմ համար, կամենում եմ նաև ձեր համար ընկերներ, թող Աստված ձեզ շատ օրհնի։ Օրհնելով օրհնում եմ ձեզ անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։